Miss Երևան մրցույթի եզրափակիչը մոտենում է եւ այսօր Junior Miss Երևան մրցույթի թիմ խմբի աղջիկները այցելել են Ստուդիո 29 գեղեցկության սրահ։ Սրահի հմուտ վարսահարդարները փորձում են աղջիկների սանրվածքը անել ըստ իրենց կերպարի, հագուստի եւ իհարկե նրանց տարիքին համապատասխան։ Այսօր մեզ հյուր են եկել Junior Miss Երևանի գեղեցկուհիները։ Փորձելու ենք ստանալ գեղեցիկ սանրվածք նրանց տարիքի համապատասխան 14-ից 17 տարեկանների համար, որպեսզի մրցույթի օրը նրանք ավելի գեղեցիկ լինեն։ Վերջին մարզումներն են, աղջիկները կրկին Vlad Fitness-ում են, մարզումները ընթանում են մեծ եռանդով, իսկ արդյունքը ակնհայտ է, նրանք ծննդակարգի և մարզումների արդյունքում ստացել են մարզչից պահանջված արդյունքը, որը կտեսնեն բոլորը եզրափակչում։ Մեր գեղեցկուհիները շարունակում են մարզվել Vlad Fitness-ում, այսօր մարզումային վերջին օրն է եւ գեղեցկուհիները փորձում են ամեն ինչ անել մրցույթին գեղեցիկ արտաքին ունենալու համար։ Իհարկե ունենք մասնակիցներ, որ խուսափում էին մարզումներից եւ կային աղջիկներ, որ պարտաճանաչ հաճախում էին մարզումներին։ Սկսվում է ամենաթեժ փուլը մրցույթի, որտեղ գեղեցկուհիները պետք է ցուցադրեն այս կարճ ամիսների ընթացքում իրենց գրանցած արդյունքը։ Այդտենց բարձրացնում ենք ու դանդաղ իջեցնում ենք ներքև։ Գնացինք, չենք խոսում իրար հետ, մի քանի օր մնացել մրցումներին։ Չեք ուզում ամենասիրուն ելնեք։ Գնացինք, այդտենց, լավ բարձրացնում ենք։ Հիմա նա ինչ ենք անում, ձեռքը հետ էստեղ, որ ավելի ձիգ կազմվածք ունենաց։ Մրցույթին լավ է, չէ՞ մասնակցելու։ Չէ՞։ Всё, հրում ենք առաջ։ Այս ամիսների աշխատանքը ցուցադրելու ես, ճիշտ է։ Բայց ինքը չի եկել պարապոկ։ Լուրջ, առաջ անգամ եմ տենում, աղջիկ ջան, դու ով ես։ Ես Ալեն։ Բայց անըթանանք։ Այ ապրես, գնաց։ Դավայ։ Բրցի, դու կարող ես։ Դու ուժեղ ես։ Չնայած կարում ես, էլի արագ։ Ահա։ Ընտիր։ Մրցույթի ավագ մասնակիցները հյուր են եկել իրենց սիրելի դիմահարդարին, Անի Շոնհեյթ սրահի տնօրեն Անի Սահակյանին։ Աղջիկները միասին են որոշում եզրափակչի օրը ինչպիսի դիմահարդարմամբ հանդես գան։ Իհարկե մասնագետը հաշվի է առնում նրանց հագուստը, կերպարը։ Ես Անի Սահակյանն եմ, Անի Շոնհեյթ ընկերության տնօրենը։ Շուրջ 2 տարի աշխատում եմ Miss Երևան պրոջեկտի հետ։ Գեղեցկացնում եմ բոլոր աղջիկներին, չնայած որ բոլորը շատ գեղեցիկ են։ Այս անգամ նույնպես կներկայացնեմ 17-ից 28 տարեկան աղջիկների դիմահարդարումը, կաշխատեմ մաքսիմում գեղեցիկ անել ամեն ինչ, որովհետև նրանք ներկայանալու են եւ երեկոյան ոճի, երբ ազատ ոճի։ Մի խոսքով եզրափակիչին կտեսնեք մեր բոլորի գեղեցիկ աշխատանքները։ Մրցույթի մասնակիցների հաջորդ այցը Art of Beauty գեղեցկության սրահն է։ Այս սրահում աղջիկների վարսահարդարումը կապահովեն բարձրակարգ մասնագետները, հանձինս Արթուրի։ Ողջույն, ես Արթուրն եմ, Art of Beauty գեղեցկության սրահի հիմնադիրը։ Miss Երևան գեղեցկության մրցույթի աղջիկների վարսահարդարումը վստահված է ինձ։ Փորձեմ հագուստին համապատասխան սանրվածք անեմ։ Լիլիթի մազերը սարքում եմ հագուստին համապատասխան
երեկոյան զգեստը հագնելու ու մտածել եմ, որ մի կողմը հավաքած լինի, մի կողմը շիպցիով հարթամ ալիքներ։ Էլենի դեպքում, քանի որ մազերը երկար են ու շորերն էլ արտասովոր սիր ունեն, մի քանի բան ենք փորձել։ Եկել ենք եզրահանգման, որ պետքա լինի սենց տեսքը։ Աննայի դեպքում մազերը կարճ են։ Ես մտածել եմ, որ ինքը հավաքած տարբերակ կլինի։ Քանի որ հավաքած տարբերակով դեմքը ամբողջովին բացված է ու գեղեցիկ աչքեր ունի, խնդրում եմ մի հատ ֆիքսեք էլի։ Աննայի դեպքում փորձել ենք, բայց ինձ թվում է սենց չի լինելու, ավելի հետաքրքիր է լինելու, սպասեք արդյունքներին։ Հուսով եմ եզրափակչում ժյուրին կգնահատի մեր աշխատանքը։ Շուտով մայրության գեղեցկության տոնն է եւ իհարկե մեկամսյակը, իսկ ինչ գեղեցիկ տոն առանց ծաղիկների։ Miss Yerevan մրցույթի մասնակիցները այցելեցին մրցույթի գործընկեր Մոնամի ծաղկի խանութ սրահ, որտեղ աննկարագրելի բույր էր ծաղիկների եւ հրաշալի տեսարան։ Մասնակիցները ծանոթացան սրահում ներկայացված ծաղիկների տեսականուն։ Մոնամի ընկերությունը հանդիսանում է Miss Yerevan մրցույթի գործընկեր։ Մոնամի խանութ սրահը գործում է 2002 թվականից, շուրջ 20 տարի է շուկայում է եւ այս տարիների ընթացքում հասցրել է տարբերվել իր հյուրովի ոճով։ Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում եւ մեր ընկերությունը փորձում է ամեն ինչ անել, որ ժամանակին համահունչ ընթացք ունենա։ Մոնամի ընկերությունը նաև զբաղվում է տարբեր միջոցառումների ձևավորումներով, անիրական թվացող գեղեցկություն փորձում է իրական դարձնել։ Մոնամի ծաղկի սրահում ներկայացված է ամենաթարմ յուրահատուկ չկրկնվող տեսականին, իսկ սրահից աղջիկները հեռացան գեղեցիկ փնջերով ու տոներին կրկին այցելելու միտումով։
Միս Երևան մրցույթի գեղեցկուհիները հրավեր էին ստացել այցելել Ռոմանով սրահ, որտեղ եզրափակչից առաջ փորձեցին լիցքաթափվել, ավելի մտերմանալ։ Նրանց սպասվում էր գեղեցիկ շոու ծրագիր, համեղ հյուրասիրություն, իսկ ակումբի շքեղ ու նորաձև սրահը ել ավելի էր փոխանցում նրանց բարձր տրամադրություն եւ հաճելի ժամանակ։ Մասնակիցները այստեղից հեռացան լավ տրամադրությամբ, կրկին այցելելու եւ լավ ժամանակ անցկացնելու մեծ ցանկությամբ։